Ռոբերտ Քոչյանը կաշառակեր է։ Եվ դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Պարոն Հովհաննիսյան, եկեք սկզբի համար սկսենք նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Ալեն Սիմոնյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, առայն որ վարչապետը հայտարարեց, որ ինքը կաշառակեր է։ Հիմա հերքում է պահանջում վարչապետից։ Նախ ընդհանուր առմամբ ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը անգրագետ է, նախ սկսենք այդտեղից, եթե նման բան արել։ Փաստորեն պարզվում է, որ ոչ միայն ինքը անգրագետ է, որ հայերեն գրել չգիտի, նորմալ խոսալ չգիտի, այլև իրավական, տարական գիտելիքներին չի տիրապետում ու չի հասկանում իր հետ ինչ է տեղի ունեցել դատարանում, որտեղ ինքը մեղադրվում էր կաշառքի համար։ Ես որքանով որ տեղյակ եմ, ուրեմն Ռոբերտ Քոչյանի փաստաբանական թիմը դիմել է դատարան, որպեսզի վաղեմության ժամկետի հիմքով կարճվի, ուրեմն այդ գործը եւ արդարացվի, այսպես ասած, վաղեմության ժամկետի հիմքով, ինչը ուղղակիորեն նշանակում է, որ ոչ թե իրանք բողոքարկում են փաստը, որ Ռոբերտ Քոչյանը կաշառակեր է, այլ բողոքարկում են փաստը առայն, որ ժամկետը լրացել է դրա համար, ուրեմն պատժի համար։ Ինչը ուղիղ նշանակում է, որ մարդը որևէ կերպ չի հերքում, որ ինքը կաշառակեր է, այլ միայն դիմում է պետությանը, որ օրենքով սահմանված կարգով ուրեմն կիրառեն վաղեմության ժամկետը։ Եվ հետևաբար թող գնա, ես չգիտեմ ումից է ուզում հերքում, ինչ է ուզում անի, Ռոբերտ Քոչյանը կաշառակեր է։ Եվ պլյուս դրան նաև անգրագետ է փաստորեն։ Սրան ավելացնելու բան չկա էլ։ Եվ պարոն Հովհաննիսյան, քանի որ գիտենք դատախազն է գալու ազգային ժողով, այս process-ները Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու մասով արդեն հայտարարություններ են սկսել ընդդիմադիր դաշտից, որ սա իրենց լրացնելու միտում է եւ սա քաղաքական հետապնդում է։ Դուք ինչպես եք մեկնաբանում այս գործընթացները։ Իսկապես կա միտում լրացնել ընդդիմությանը, իրենք ասում են, որ առաջամարտիկներին, ովքեր պայքարի մեջ են մտել, պայքարում են այս իշխանության դեմ, դուք փորձում եք լրացնել։ Նախ ես ուզում հասկանամ, այդ որտեղ են իրանք պայքարի մեջ մտել ու ինչ են անում ընդհանրապես։ Ես ինչքան տեսնում եմ, ինչ որ ստորագրությունների կռիվ են անում այս 2 ամիսար, կողքից հետևում եմ, չեմ էլ հասկանում ճիշտ ասած արդեն ով ում բարեկամն է, ինչա կատարվում ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերվում է ընդդիմությանը լրացնելուն, ընդդիմության ինչը լրացնենք։ Ընդդիմությունը կարելի է լրացնել ընդդիմության ամբովանդակ աղմուկը, կարելի է լրացնել ընդդիմության, չգիտեմ, լալահառաջ ինչ-որ տեքստերը, զուտ որ մարդկանց ներվի վրա չազդի, բայց բովանդակային առումով ընդդիմությանը լրացնելու բացարձակ մենք խնդիր չունենք եւ արդեն սովորական է դարձել ամեն քրեական գործի հարուցման ընթառաջ լսել քաղաքական հետապնդման մասին սուտ անհիմն մեղադրանքներ։ Դատախազությունը շատ հստակ փաստաթղթերով եւ նախագծով է մտել ազգային ժողով քրեական գործ հարուցելու վերաբերյալ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ, իդեպ Սեյրան Օհանյանի նկատմամբ մի այլ քրեական գործ արդեն հարուցված է, որի թույլտվությունն ազգային ժողովը մեկ անգամ տվել է, բայց ամեն քրեական գործի ժամանակ առանձին թույլտվություն մենք պետք է տանք, քանի որ գործ ունենք անձեռնմխելի անձանց հետ։ Հիմա խոսքը գնում է այն մասին, որ Արծվիկ Մինասյանը բնապահպանության նախարար եղած ժամանակ աջակցել է ոչ օրինական ճանապարհով, որպեսզի Սեյրան Օհանյանը Վովա Գասպարյանի տան կողքը Սևանի ափին գտնվող, ուրեմն, եթե չեմ սխալվում, Դրախտիկ գյուղի տարածքում տուն կառուցի։ Հիմա, այսինքն, եթե այս փաստերն արձանագրվել են հիմա, փաստական հանգամանքներով ապացուցվել են այնքան ամուր, որ եկե հասել է ազգային ժողով։ Հիմա այլ ինչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը։ Այսինքն մի րոպե, դուք Սևանի ափին անօրինական ճանապարհներով տուն առնեք, սարքեք, հետո գաք դրա բացահայտումը տեղի ունենա, գաք ասեք քաղաքական հետապնդում, ախր մարդիկ դա տեսնում են։ Ինչն է քաղաքական հետապնդում, ես չեմ հասկանում, որ դուք անօրինական տուն ես սարքել, քեզ հիմա դրա համար փորձում են ուրեմն օրենքով սահմանված կարգով պատժի ենթարկել, դրա ո՞ր մասն է ուզում եմ հասկանամ ես քաղաքական։ Քաղաքական ես կարող եմ բնորոշել այլ բան, որ նրանք հայտնվել են ազգային ժողովում, որպեսզի հենց սրանով զբաղվեն, այսպես ասած քաղաքական այս կոստյումները հագնեն, որ շատ լավ իմանալով իրենց գլխի գալիքը, փորձեն դա ձևակերպել որպես քաղաքական հետապնդում, ելնելով այն փաստից, որ նրանք այս պահին падգամավորներ են, չի փրկելու նրանց падգամավորական մանդատը եւ անձեռնմխելիությունը եւ առասարակ ոչ մի բան չի փրկելու նրանց։ Ինչ ուզում են, թող գնան հագնեն, կոստյումներ հագնեն, դառնան քաղաքական գործիչներ, փիլոններ հագնեն, դառնան տերտերներ։ Ինչ ուզում են, թող դառնան, եթե օրենքի առաջ խնդիր ունեն մարդիկ, նրանք օրենքի առաջ պատասխան են տալու։ Այսօր կտան, 1 տարուց կտան, 2 տարուց կտան, ինչպես տեսնում ենք Արծվիկ Մինասյանը 8 տարուց է պատասխան ուզում տա, եւ ես հույս ունեմ, որ կտա Սեյրան Օհանյանը մի 10 տարի անց է այսօր պատասխան տալու եւ կտա, Ռոբերտ Քոչյանը 20 տարի անց է պատասխան տալու եւ կտա,
բոլորն էլ պատասխան են տալու։ Եվ փիլոններից նաև խոսեցիք, պարոն Հովհաննիսյան, քանի որ տևական ժամանակ է տեսնում ենք արդեն քանի օր է վարչապետը դադարել է որևէ հրապարակում անել կապված Գարեգին Բ-ի կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու հետ, երեք Միքայել Աջապահյանը եւ Աշակ Սրբազանը ճեպազրույցով հանդես եկան, մի շարք հայտարարություններ արեցին, ասացին, որ վարչապետը նահանջել է, որովհետեւ հասկանում է, որ ամեն դեպքում այդ օրակարգի շուրջ ոչ ոք չի մոբիլիզանում, ոչ ժողովուրդը, ոչ հոգևոր դասը, այսինքն իրենք պաշտպանելու են միջև վերջ Գարեգին Բ-ի կաթողիկոս լինելու այդ հանգամանքը։ Դե ես պարոն Աճպարարյանի հայտարարությունները պետք է բնորոշեմ որպես խայտառակություն եւ առասարակ խայտառակությունն այդ մարդը իր արտահայտած տեքստերը եւ մտքերը։ Ինչ վերաբերվում է քաղաքացի Կտրիչ Ներսիսյանին, քաղաքացի Կտրիչ Ներսիսյանը ունի զավակ։ Եվ սա փաստ է, անհերքելի, ինչպես տեսնում ենք, արդեն տևական ժամանակ է հոգևոր դասից, բարձրաստիճան հոգևորականներից, իդեմս քաղաքացի Կտրիչ Ներսիսյանի, ով նաև հրապարակային հասցրել է խոսել այս թեմայի առնչությամբ եւ որևէ կերպ այս թեմայի մասին ոչինչ չասել, որը մեկը չի հերքել, ինչը թույլ է տալիս մեզ եւս մեկ անգամ պնդել, որ ուրեմն քաղաքացի Կտրիչ Ներսիսյանն ունի զավակ։ Մնացած բոլոր խոսակցություններն ու պնդումները ընդհանրապես կապ չունեն ըստ թեմայի հետ։ Հնչել է շատ ուղիղ հարց, հետո հնչել է շատ ուղիղ պնդում, եւ մենք մինչեւ հիմա ոչ այդ հարցի պատասխանն ենք լսել, ոչ էլ այդ պնդման հերքումը։ Թե հիմա կհավաքվեն, ինչ որ քննարկումներ կանեն, վարչապետի էջը սկրոլ կանեն, տենան ինչ ստատուս է գրել է թե չի գրել, ասում են դե այսօր չի գրել, կհանգստանան, կասեն դե ոնց որ մեզ մոռացան, չէ, ձեզ չենք մոռացել։ Ոնց կարանք մենք մոռանանք հայ առաքելական եկեղեցու հետևորդները ոնց կարան ուղակի անցնեն այն իրողության վրայով, որ իրենց ուրեմն հոգևոր հայրը խախտել է կուսակրոնության ուրեմն ուխտը։ Սա աբսուրդ է ուղղակի։ Աբսուրդ է ուղղակի այս երևույթի հետ նստել եւ ասենց ասել դե լավ խախտել է ուրեմն ուխտը։ Ու ավելի աբսուրդ է, որ ես հանրության շատ շերտերի հետ երբ որ զրուցում եմ, հասկանում եմ, որ սա ոնց որ թե տենց շատ վաղուց էլ տենց լավ էլ հայտնի փաստ էր։ Ուղղակի դրա մասին որևէ մեկը չէր խոսում։ Հիմա խոսում ենք մենք եւ իդեպ այստեղ շատ կարեւոր մի հանգամանք եմ ես ուզում առանձնացնել, որ վարչապետը չի խոսում սրա մասին ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ մենք չենք խոսում որպես կառավարող թիմի ներկայացուցիչներ, այլ խոսում ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, մի պետության ներկայացուցիչներ, որտեղ սահմանադրությամբ եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի։ Եվ այդ առանձնահատուկ կարգավիճակը ուզում եմ հասկանամ եկեղեցին կարող է սխալ է հասկացել։ Կարող է եկեղեցին սխալ է հասկացել, որ սահմանադրությամբ իրենց առանձնահատուկ կարգավիճակը այն մասին է, որ իրանք ինչ ուզեն կարան անեն, ումից ուզեն կարան երբ ուզեն երեխա ունենան ու հետո գան զբաղեցնեն կուսակրոնություն ենթադրող պաշտոններ, ոնց որ եկեղեցականների մի մասը սխալ է հասկացել սահմանադրությունում նշված եկեղեցին անջատ է պետությունից, եկեղեցին առանձնահատուկ ուրեմն կարգավիճակ ունի այս պետությունում, ոնց որ լավ չեն հասկացել եւ լավ չեն հասկացել նաեւ Աստվածաշունչի իմ ընկալմամբ մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ։ Պարոն Հովհաննիսյան, բայց տարօրինակ չէ, որ օրինակ նույն եկեղեցու ներսում մենք չենք տեսնում որևէ ընդվզող հոգևորականների, այլ հակառակը մարդիկ պաշտպանում են Աջապահյանը նույն ասում է, որ կաթողիկոսին հասնելու համար պիտի իրենց վրայով անցնեք, Աշակ Սրբազանը հայտարարում է, որ իրենք այլընտրանք Գարեգին Բ-ին չկա, Գարեգին Բ-ն է այն ընտրյալը, որից այն կողմ իրենք չեն տեսնում այլ կաթողիկոսի։ Հիմա սա ինչի մասին է։ Դες նախ եւս երկրորդ խայտարակությունն արդեն առայն, որ ուրեմն տվյալ հոգևորականների համար ուրեմն իրանք չունեն այլ ընտրանք կաթողիկոսին, բացի կուսակրոնությունը խախտած քաղաքացի Կտրիչ Ներսիսյանի։ Սա իրանց խայտարակության մասին է խոսում, սա առնվազն նշանակում է, որ իրանց մյուս այլ ընտրանքները մեկից ավելի զավակ ունեն։ Ուրիշ բան չի կարա նշանակի։ Եթե հոգևորականներն ասում են ուղիղ, չհերքելով որևէ պնդում, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի եւ դրա զուգահեռ ասում են, որ մենք իրեն այլընտրանք չունենք, սա առնվազն նշանակում է, որ մնացած այլընտրանքները մեկից ավել զավակ ունեն։ Ես ուրիշ բացատրություն չունեմ սրան, կամ առնվազն նշանակում է, որ այս մարդիկ բացարձակապես կրոնի, եկեղեցու եւ ժողովրդի հետ կապ չունեն եւ չեն էլ ճանաչում այս ժողովրդի։
Պարոն Հովհաննիսյան, մի փոքր էլ խոսենք եկեղեցուց հնչող մեղադրանքների մասին, այն նույնն էլ հոգևոր դասն է ասում, որ այս տարբերակով իշխանությունները փորձում են իրենց լռեցնել, փորձում են նաև ինչ-որ իմաստով չեզոքացնել, որովհետև իրենք հիմա ակտիվ զբաղված են այս հայ-ադրբեջանը Հայ առաքելական եկեղեցու մի մասը ակտիվ զբաղված է անդիմադիր գործունեությամբ եւ շատ վաղուց։ Մենք այսքան ժամանակ աչք ենք փակել, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ։ Բայց ոնց որ թե համը հանել են արդեն եւ դուրս են եկել իրենց տիրույթից, անում են հայտարարություններ, բարոյականությունից դուրս նաեւ հայտարարություններ, ինչը անընդունելի է ուղղակի։ Անընդունելի է մեզ համար եւ որպես քաղաքական գործիչներ եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Ինձ համար անընդունելի է ուղղակի, որ եկեղեցականները կարող են քաղաքական process-ների մեջ մտնել, այն էլ իրենց շուրթերով էլ ասել, որ մենք դե դրսից զանգ ստացանք, չգիտեմ ինչ էր մեկի անունը, Բագրատը, դրսից զանգ ստացանք, չգիտեմ ինչ արեցինք եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մարդիկ շատ կոնկրետ արտաքին ուժերի ազդեցության ներքո փորձում են երկրի ներսում անդիմադիր գործունեություն ծավալել, հակապետական իդեպ, որովհետև ոնց որ թե երբ որ մենք սկսում ենք խոսել պետական ինստիտուտների կայացումից, մաքսային ծառայությունների հզորացումից եւ այլն եւ այդպես շարունակ, ինչ որ էս եկեղեցականների մի մասը սկսում է նեղվել, երբ որ խոսում ենք, որ ծիսակատարությունները պետքա հարկվեն, երբ որ օրինակ խոսում ենք այն մասին, որ բարձրաստիճան եկեղեցականներն էլ պետքա հայտարարագիր ներկայացնեն, խի չէ որ ով է ասել, որ այսինքն այս երկրում ինչ ուզեն պետք է անեն, ինչ գույք ուզեն պետք է ունենան։ Եկեղեցին բազմաթիվ գույքեր ունի, որոնք չեն տնօրինվում որևէ կերպ մատնված են անտերության։ Մենք օրինակ մտածում ենք, որ կարելի է եկեղեցու գույքահարկ, հարկային այլ պարտավորություններ եկեղեցին կատարի տա պետությանը, եւ պետությունը հետո 100% չափով վերադարձնի եկեղեցուն այդ հարկերը, բայց ուղղություններով որպեսզի գնան եւ վերջապես այդ միջոցներով եկեղեցուն տրված բազմաթիվ ավերված եկեղեցիներ վերականգնեն դրանց մոտ տանող իրենց պատկանող տարածքները վերակառուցեն, այգիներ կան իրենց բալանսի վրա, գնան այդ այգիներին տիրություն անեն, շենքեր, բնակարաններ կան։ Հազար ու մի հարց կա եւ ներողություն եւ ես տեսնում եմ, որ մի շարք եկեղեցականներ նաեւ նեղվում են, այո, որ պետական ինստիտուտները սկսում են կայանալ եւ որ նրանք պետք է գործեն թափանցիկության եւ ամենակարևորն ուզում եմ շեշտեմ, բարեվարկության դաշտում։ Մենք նաեւ ասում ենք եւ վարչապետը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ պետքա նաեւ ինստիտուտ ներդրվի եւ մտածենք այն մասին բոլորով, որ կաթողիկոսի պաշտոնին հավակնող տեխնացուները պետքա բարեվարկության որոշակի, ուրեմն ֆիլտր անցնեն, որ նույն պատմության մեջ չընկնենք նորից։ Սա պետքա քննարկենք, դուք ծանոթ եք կարծում եմ վարչապետի բաց հայտարարությանը խումբ ստեղծելու մասին, եւ այդ խումբը պետքա հայեցակարգային հարցեր քննարկի, հենց նման հարցեր այդտեղ պետքա քննարկվեն, թե օրինակ հիմա ստեղծված իրավիճակում, երբ որ արվել է հայտարարություն, արվել է պնդում, ես պնդմանը չկա որևէ հակափաստարկ եւ ըստ էության բոլորը արդեն համոզվել են, որ այդ պնդումը ճիշտ է, ինչ ենք անելու հիմա, այսինքն ինչ հիմա մենք ֆիքսում ենք, որ ունենք կաթողիկոս, որը կուսակրոնություն նախախտև շարունակում ենք այդպես ապրել, ես կարծում եմ, որ այդպես չի կարող լինել, եւ մենք պետք է որոշակի ճանապարհային քարտեզ ունենանք առանց ցնցումների, առանց միմյանց նեղացնելու, առանց հոգեվոր արժեքները վիրավորելու եւ նսեմացնելու, եկեղեցու աջակցությամբ նաեւ այն եկեղեցականների, որոնք նվիրված են եկեղեցուն եւ Հայաստանի Հանրապետությանը, միասին առաջ շարժվենք եւ ես չեմ կարծում, որ եկեղեցու ներսում չկա ընդվզում, եկեղեցու ներսում կա ընդվզում, բայց այդ ընդվզումը որոշ պատճառներով, նաև որոշ վտանգներով պայմանավորված չեն երևում, բայց ես վստահ եմ, որ ժամանակը կգա եւ մենք լուծումները կգտնենք, ես էլի ոչ մեկ անգամ ասել եմ, էլի կասեմ, մենք կանգնած ենք եկեղեցու կողքին, կանգնած հավատի կողքին կանգնած եւ պետության կողքին կանգնած հոգեվոր դասի մեր եղբայրների կողքին։ Պարոն Հովհաննիսյան, երևի այս հարցով արդեն եկեղեցու թեման փակենք, դուք ասում եք առանց ցնցումների, բայց որոշ հոգևորականներ, նույն Տեր Ասողիկ Կարապետյանն ասում է, որ սա պետական մասշտաբով ապստամբություն է եկեղեցու դեմ, անգամ սցենարներ էր կանխանշել, որ պատրաստվում եք հարձակվել, Մայրաթոռը Արյան այսպես փորձում եք արյունով լցնել եւ հայակվե նախաձեռնությունն էլ այնտեղ պարեկություն է սահմանել, հսկում են եկեղեցին, որպեսզի չհարձակվեք, ինչ որ գործողություններ չլինի, ինչ ապստամբության մասին է խոսքը եւ արդյոք
Ես չգիտեմ, ինչ երազներում են նման բաներ տեսել, ես ասացի արդեն, որ մեր բոլոր գործողությունները եկեղեցուն փրկելու մասին է, եւ որևէ կերպ եկեղեցին չի կարող վնաս կրել այս ամեն ինչից։ Ես կարծում եմ ամենամեծ վնասը եկեղեցին արդեն կրել է, ունենալով կուսակրոնության ուխտը խախտած կաթողիկոս։ Մնացածը մեր ուշադրության կենտրոնում է, մենք թույլ չենք տալու, որ որևէ լարվածություն լինի այս թեմայի շուրջ, ձեր նկարագրածի կոնտեքստում, լարվածությունը կա բնականաբար, բայց այդ լարվածությունը պետք է ինստիտուցիոնալ ճանապարհով, քննարկման եղանակով, ուրեմն լուծել եւ առաջ անցնել։ Եվ իրենց նաև հակադարձումներից մեկը ձեզ ասում է, որ դուք ասում եք իրենք չեն ուզում, որ պետականությունը կայանա, իրենք հակառակը ասում են, մենք Ադրբեջանին ենք հակակշռում, Ադրբեջանից եկող այդ հակապետական հայտարարություններին Արցախի թեմն ենք պահպանում, որպեսզի Արցախի վերադարձի իրավունքը, այսպես ասած, պահպանվի։ Պարբերաբար խոսում են արցախցիների վերադարձի իրավունքից, ասում են, որ դա է ձեզ հունից դուրս բերում իշխանությանը, որ արցախցիների վերադարձի մասին են խոսում։ Ես չգիտեմ իրենք ինչի մասին են խոսում առհասարակ։ Ես գիտեմ, որ նրանք սպասարկում են արտաքին ուժերի, որոնք ամեն բան անում են, որ Հայաստանի Հանրապետությունում պետականությունը չկայանա։ Սա շատ ուղիղ եմ ասում, եւ շատ կոնկրետ, եւ կարող եմ փաստերով էլ արձանագրել։ Բազմաթիվ հարցազրույց, խոսակցություններ, իրենց շուրթերից հնչած հայտարարություններ են փաստում սրա մասին, եւ այսպես ես օդից սա չեմ վերցնում, բոլորն են դա տեսնում։ Մնացածը անտրամաբանական եմ այդ մեկնաբանությունները համարում։ Որևէ մեկը չի ջղայնանում նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ մարդիկ արցախցիների վերադարձի իրավունքներից են խոսում եւ այլն եւ այդպես շարունակ։ Մենք էլ ենք շատ հարցերից խոսում, բայց խոսում ենք իրականությունից բխող թեզերով եւ որևէ կերպ մոլորության չենք ուզում տանել մեր հանրությանը։ Ինչպես որ իրենք ժամանակին մոլորության են տարել նույն մեր Լեռնային Ղարաբաղի քույրերին եւ եղբայրներին։ Ինչի եկեղեցականները բարձրաստիճան չգիտեին բանակցություններն ինչի մասին է։ Չգիտեին, ես չգիտեմ։ Էս էլ մյուս հարցը։ Արդյոք մեր եկեղեցականները գիտեին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ինչի մասին են բանակցում Ադրբեջանի հետ։ Գիտեին, եթե չգիտեին, հիմա իմացել են, ինչ են մտածում դրա մասին։ Իսկ եթե գիտեին, ինչի են ժամանակ չէին խոսում։ Հետևաբար իրանք ինչ խոսան, թարս գալու է եւ իրենց ուղղվի այդ իրանց եւ խոսացած եւ հարցը։ Բազմաթիվ հարցեր կան, որ իրանք ընդհանրապես ավելովս մնան եւ ուրեմն հետևեն Աստվածաշնչի կարգերին եւ հետևեն այն ամեն ինչին, ինչ որ իրանք ասում են առասարակ։ Պարոն Հովհաննիսյան, դուք ասացիք, որ արտաքին ուժերից ուղղորդում եք տեսնում։ Ինչ վտանգներ կա, քանի որ հասկանում եք նաև նախընտրական տարի է, պարբերաբար խոսվում է ամենատարբեր հոգեվորականների առաջադրման մասին, իմպիչմենտի այդ շրջանակներում առաջարկվեց նաև Գարեգին-բեի տեխնատությունը, այսինքն այս արտաքին ուժերը արդյոք խաղարկելու են եկեղեցու որոշ սպասավորների, այսպես տեխնատությունը 2026 թվականի խորհրդարանական տեխնատության մակարդակով չգիտեմ, ճիշտ ասած, բայց ամեն դեպքում դե որքան մոտենում ենք ընտրական օրվան 26 թվականի այնքան ավելի նոր թեզեր են դաշնետվում, նոր կեղծիքներ են փորձարվելու դաշնետվել եւ մեր կողմից էս անընդհատ խոսվող հիբրիդային պատերազմի երևույթը էլ ավելի սրվելու է, ինչը նշանակում է, որ շատ մամուլը փորձելու են լցնել հնարավորինս շատ fake տեղեկատվությամբ, հաշվի առնելով արհեստական ինտելեկտը, մենք ավելի լուրջ ֆեյքերի ենք հանդիպելու այս ընթացքում եւ բնականաբար արդեն երկրի ներսում հողի վրա մի շարք ուժեր փորձելու են տարբեր մեթոդներով, այդ թվում նաեւ եկեղեցում գտնվող մի շարք բարձրաստիճան հոգեվորականներ, ովքեր արդեն առանձնացել են իրենց դատարկ քաղաքական տեքստերով, փորձելու են կրկին քաղաքական ուրեմն խաղի մեջ մտնել, թե ինչ հակոստով եւ ինչ բառամթերքով չեմ կարող կանխագուշակել, բայց ամեն դեպքում բնականաբար փորձելու են ամեն բան անել վերադարձնելու նախկին կարգերը, որպեսզի պահպանեն այն ապօրինի գույքը, որի հետևից մենք արդեն հասել ենք եւ ուրեմն մեծ մասի վրա արդեն կալանք է դրված եւ նրանք չեն կարող դրանք տեղաշարժել, այս վախերը
կալանgnավորման վախերը, դատվելու վախերը, ունեցվածքը կորցնելու վախերը նրանց ստիպելու է, որ ուրեմն արտաքին ուժերի աջակցությամբ եւ նրանց հրամանատարությամբ Հայաստանի Հանրապետությունում փորձեն վերականգնել նախկին կարգերը, կոռուպցիան, ամենաթողությունը եւ ուրեմն կասեցնել ժողովրդավարությունը, բայց սա նրանց նպատակն է միայն ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետական ինստիտուտները բավականին կայացել են այս ընթացքում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ պատկերացնում է քաղաքական իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում մենք էլ մեր կողմից պարապ չենք նստելու եւ ուրեմն գործուն քայլեր ենք ձեռնարկելու նրանց դեմն առնելու եւ 26 թվականի ընտրություններին Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության վստահության քվեն ստանալու համար։ Պարոն Հովհաննիսյան, դուք վախերից խոսեցիք, որքան էլ որ ընդդիմության դեպքում հասկանալի է, դուք ասացիք, փորձում են իրենց գողացածը պահել, բայց ընդդիմությանը զուգահեռ վերջին օրերին նաեւ հոգեվոր դասն է պահանջում վարչապետի հրաժարականը, որքան էլ որ իրենք մյուս կողմից հորդորում են վարչապետին եւ պետությանը չխառնվել եկեղեցու գործերին, քիթը չմտցնել այնտեղ, որտեղ պետք չէ, իրենք եկեղեցու ներսում իրենց հարցերը կլուծեն։ Հիմա ինչու է հոգեվոր դասը ակտիվ պահանջում վարչապետի հրաժարականը։ Իրենք այս դեպքում ինչ մոտիվացիա ունեն։ Որքան էլ տարօրինակ է հնչում, ես կարծում եմ, որ հոգեվոր դասի ներկայացուցիչները վախենում են ճշմարտությունից։ Շատ պարզ։ Մենք մի իշխանություն ենք, որը չի վախենում ասել ճշմարտությունները եւ ոչ միայն չի վախենում, այլև մեր քաղաքականություն առանցքում է ասել ճշմարտությունները։ Հիմա ճշմարտությունից մեկը այնա, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Հիմա սա չպետք է արդյոք անհանգստացնի այն հոգեվորականներին, որոնք խախտել են կուսակրոնության կարգը, այն հոգեվորականներին, որոնք լսում են, որ մենք ասում ենք օրինակ, որ բարձրաստիճան հոգեվորականներն էլ պետք է հայտարարագրեր ներկայացնեն եւ նրանց մոտ առաջանում է նույն մոտիվացիան, ինչ որ ընդդիմության մոտ է առաջանում ըստ էության։ Ընդդիմությունն էլ է վախենում ճշմարտությունից, վախենում հայտարարագրումից, իսկ այն թեզը, թե պետությունը թող եկեղեցու գործերին չխառնվի, սա շատ սխալ եւ անընդունելի թեզ է, եւ շատ վտանգավոր թեզ է, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին մշտապես եղել է Հայաստանի պետականության հիմնասյուներից մեկը նաեւ եւ Հայաստանի պետականության այսօրվա հիմնասյուներից մեկն էլ շարունակում է մնալ։ Եվ եթե եկեղեցու ներսում, այսինքն պետականության հիմնասյուներից մեկում կան խաղեր պետականությանը վնասող, ապա սա ուղիղ պետականությանը վնասող, ուրեմն process-ի մասին է խոսում։ Եվ մենք, երբ որ խոսում ենք եկեղեցու առողջացման մասին, շատ ուղիղ կապում ենք դա պետականության նաև հետ առնչություն ունեցող վտանգների մասին, որովհետև եթե եկեղեցու նման բարքեր են, սա ուղիղ ազդեցություն եւ վտանգներ է ներկայացնում մեր պետականության համար, մեր վարկանիշի համար, նաև մեր հոգեվոր հանգստության համար առասարակ, ինչ է նշանակում։ Մենք անընդհատ խոսում ենք առաջինը քրիստոնեությունն ընդունած լինելու մասին, եւ սա մեր հիմնական դրոշակն է ամբողջ աշխարհի առջեւ, եւ անառարկելի, անքննելի դրոշակ է սա։ Եվ ահա հայտնվել է ուրեմն Կտրիչ Ներսիսյանը իր ուրեմն ուխտադրուժ գործունեությամբ։ Եվ ահա այս կոնտեքստում էլ եկեղեցականներն ուրեմն խառնվել են իրար եւ բնականաբար պետքա ներգրավեն քաղաքական process-ներում։ Եվ նոր չի եկեղեցականների կողմից այս պահանջը վարչապետի հրաժարականի, ես շատ տարիներ առաջվանից էլ այսպես ասած լսել էի հենց Կտրիչն էլ Ներսիսյան ոնց որ դրա մասին հայտարարել էր։ Պարոն Հովհաննիսյան, հարցս կարող է զավեշտալի թվալ, իմ համար էլ է, որովհետև զավեշտալի նման հարցում չեսնել, բայց բարբերաբար խոսվում է իշխանությանը անձամբ Նիկոլ Փաշինյանին բանադրելու մասին, երեք այդ մասին խոսում էր նաև Արշակ Սրբազանը, լրագրողներից հետաքրքրվում էր, օրինակ դուք կուզեք, որ բանադրենք կամ այդ գործիքը կիրառենք, անիծելուց են խոսում, բանադրելուց են խոսում։ Այս չգիտեմ, գիտեք, սա մեր խոսակցության ընթացքում մենք արձանագրեցինք որպես երրորդ հայտարարություն եկեղեցականների, որովհետև ոչ միայն ձեր նշած դեպքը, այլև սրանից էլ առաջ ես եկեղեցականներից մեր քաղաքական թիմի ներկայացուցիչների անձամբ իմ հասցեին լսել եմ անեծքներ ամենատարբեր բնույթի, որ ես երբեք չէի սպասի նման բառամթերք լսեի հոգևոր դասի ներկայացուցիչի շուրթերից, անգամ եթե ես սխալ եմ արել, անգամ, բայց ես բնավ այդպես չեմ կարծում։ Ամեն դեպքում, եթե հոգևոր դասի ներկայացուցիչը արձանագրում է իր հոտի ներկայացուցիչի սխալը, չեմ կարծում, որ
պետք է գնա հայ իր հոտի ներկայացուցիչին, առնվազն, պետք է ճիշտ ուղու վրա դնի, բայց մեր հոգևոր դասի ներկայացուցիչները ցույց են տալիս, որ նրանք անգամ այդ դաշտում են, ուրեմն իրենց այդպես պահում, անիծում են, ինչ որ գողական լեքսիկոն են օգտագործում, ես հիշում եմ Բագրատ Գալստանյան ոստիկանապետի հետ ինչ որ արդեն քրեական ենթամշակույթի հատուկ բառամթերքով էր սկսել շփվել, նույնը նաև ձեր նշած տարբեր հոգևորականներ են այդ լեքսիկոնով խոսում, մեզ չեք կարա հարց տակ, մեր գործերին չեք կարա խառնվեք, սա մաքուր քառակուսի մտածելակերպի քրեական ենթամշակույթի հատուկ տրամաբանություն ու մտածելակերպ է, եւ հենց սրա դեմ ենք մենք պայքարում։ Ցավոք նաև այդ քրեական մտածողությունը արկա է նաև հոգևոր որոշ ներկայացուցիչների մտքերում, ինչը խայտառակությունն է ուղղակի, այսինքն ամփոփելով այս ընդհանուր դրամամիտքը պետք է ասեմ, որ որևէ մեկը եկեղեցու դեմ արշավի դուրս չի եկել։ Ես ելի եմ կրկնում, մենք ուղիղ հարց ենք տալիս որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Մեր կաթողիկոսը Կտրիշ Ներսիսյանը զավակ ունի թե չէ։ Հետո երկրորդ փուլով ստանալով այս հարցի պատասխանը, պնդում ենք, որ նա ունի։ Եվ հիմա ակնկալում ենք հանրության լայն աջակցությունը, որ բոլորով այս հարցը առանց ցնցումների լուծենք, առանց եկեղեցուն վնասելու։ Եվ վարչապետի այն հայտնի ելույթից, որ սկսվեց չուլանացումից, հենց սրա մասին է, մենք չենք ուզում, որ եկեղեցիները չուլաններ սարքեն։ Մենք չենք ուզում, որ եկեղեցիները լծվեն մարդկանցով, ովքեր կուսակրոնության ուխտն են խախտում եւ գալիս են, հետո մեզ փորձում են, ինչ են մեզ քարոզում, բարեվարկության, կուսակրոնության ուխտը դրժած հոգևորականները, ինչ պետքա մեզ քարոզեն, ես ուզում եմ դա հասկանալ։ Այստեղ է մեր խնդիրը։ Եվ պարոն Հովհաննիսյան, կտրվելով այս հոգևորականների թեմայից, վերջերս Արցախի նոր պետնախարար ընտրեցին, որը պարբերաբար մի շարք հայտարարություններով է հանդես գալիս։ Նախ ընդհանուր առմամբ շատ է խոսվում, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետն է վերջանում, պիտի նոր նախագահ ընտրեն, պիտի ինստիտուտները պահպանեն, պետնախարար են ընտրում։ Այս ամեն ինչը ինչ միտում ունի իրապես, խնդիրը եւ մտահոգությունը Արցախի ինստիտուտները պահպանելն է, վերադարձի իրավունքի մասին խոսելն է, թե այլ միտում կա նաեւ։ Ես այստեղ Հայաստանի Հանրապետության պետականությանը հարվածելու ռիսկեր եմ տեսնում, ինձ համար անընդունելի է պետության մեջ պետության որևէ կապ չունի ինչ պետության մեջ չի կարող պետություն լինել եւ ինչ որ պետության տարեր։ Հայաստանի Հանրապետությունն ունի կառավարություն, ունի ընտրված ազգային ժողով, ունի ընտրված վարչապետ, ունի ընտրված նախագահ եւ այլ պաշտոնատար անձինք։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներով մենք օր ու գիշեր զբաղվում ենք Հայաստանի Հանրապետությունում նրանց լիարժեք կյանքը ապահովելու համար։ Բոլոր այն մարդկանց թեզերը, խոստումները Լեռնային Ղարաբաղի մեր հայ ժողովրդի վերադարձի վերաբերյալ նպատակ են հետապնդում քաղաքական առումով դիվիդենտներ շահել եւ ժողովրդին մեր դեմ լարելու, որովհետեւ նրանք էլ շատ լավ գիտեն, որ մսխել են Հենց իրենք են մսխել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրենց հողում ապրելու իրավունքը։ Պետական ինստիտուտները, որ ասում են ուզում ենք պահպանենք, այդ պետական ինստիտուտները պահպանելու ժամանակը անցել է այն ժամանակ, երբ որ Սամվել Շահրամանյանը դաշնակների կողմից ընտրված թղթի վրա գրեց, որ Լեռնային Ղարաբաղում կան Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, ըստ էության սուտ մատնություն գրելով Հայաստանի Հանրապետության դեմ, եւ յուղը վրան զենքերը, տանկերը բազմատեսակ ռազմամթերք թողեց Լեռնային Ղարաբաղում առանց մեկ փամփուշտ կրակելու, առանց տանկերն անգամ ուրեմն խոտ տալու։ Այդ ժամանակ այտենց պետք է ինստիտուտները պահեին, էլի։ Հիմա ասենց հեշտ է թղթի վրա գրել, քվեարկել, նստել, մի հատ մամուլի հաղորդագրություն գրել 20 հոգով մի սենյակում փակված, որտեղ այսպես ասած որևէ ռիսկի տակ չեն իրենք։ Մեզ համար դա անընդունելի է, Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետությունում համագործակցում են ընդդիմադիր ուժերի հետ եւ կրկին գտնվում են արտաքին ազդեցության շատ ուղիղ ազդեցության ներքո եւ մեր ուշադրության ներքո նաեւ եւս մեկ անգամ պետք է պնդեմ, որ որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում թույլ չի տալու պետականության դեմ ոտնձգություն։ Էլի եմ ասում, ուզում են այդ մարդիկ լինեն կոստյումով, ուզում են լինեն փիլոնով, ուզում են լինեն համազգեստով, ինչով ուզում են, թող լինեն։ Որովհետև տեսել ենք գենշտաբն է քաղաքական process-ներին միացել, տեսել ենք հետներն ինչ ա եղել։
ընդդիմությունն է մի քանի անգամ փողոցային պայքար սկսել, փորձել էլի impeachment անել, տեսել ենք հետներն ինչ ա եղել։ Հիմա էլ կտեսնենք, թե հոգևորականների հետ ինչա լինում, երբ որ նրանք մտնում են քաղաքական պայքարի մեջ։